Բերլինում պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի դեսպանը ձեզ հարց ուղղեց, թե երբ է Հայաստանը փոխելու սահմանադրությունը, դա անվանելով վերջին խոչընդոտը խաղաղության կնքման ճանապարհին։ Ուզում եմ հարցնել մեզ համար Ադրբեջանի կողմից կա խոչընդոտ խաղաղության պայմանագիրը ստորագրելու այսօրվա դրությամբ, եթե հենց Ադրբեջանը դադարի պայմաններ առաջ քաշել։ Կներեք, վերջին հատվածը լավ չհասկացա։ Փաստացի այս պահին ըստ իմ տպավորությամբ մեզ խանգարում է պայմանագիր ստորագրել հենց Ադրբեջանի առաջ քաշած պայմանները։ Դե մեզ ոչ թե խանգարում է պայմանագիր ստորագրել, հիմա մենք աշխատում ենք ու մենք պայման չունենք խաղաղության համաձայնագիրը ստորագրելը, Ադրբեջանը այդքան էլ պարզ չի, պայման ունի, պայման չունի եւ այլն, որովհետեւ այդ թեմաները իրենք առաջ են քաշում եւ մենք այդ թեմաների հետ առնչվում եւ առերեսվում ենք եւ դուք այնտեղ եթե ներկայեք ես մեր պատասխանում ամբողջական ներկայացրի մեր դիրքորոշումը, որովհետեւ հարցը ինչ է, ես պարզ հարց եմ տալիս, ասում եմ ուզում եմ հասկանամ Ադրբեջանը ուզում է որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ լինեն, թե իրոք անկեղծորեն մտածում է որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Եթե անկեղծորեն մտածում է, որ խնդրեմ կա այդտեղ, այդ խնդրեմը լուծելու ամենակարճ ձևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ Ինչու՞։ Որտեղ երբ որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք մեր օրենսդրությանը համապատասխան պարտավոր ենք, ստիպված ենք, չենք կարող չուղարկել սահմանադրական դատարան, որպեսզի սահմանադրական դատարանը ստուգի այդ համաձայնագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Հիմա այդտեղից երկու տարբերակ կա, կամ սահմանադրական դատարանը որոշում է, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Այդ դեպքում մենք ոչ մի խոչընդոտ չունենք այն ուղարկել ազգային ժողով եւ վավերացնել։ Երբ որ վավերացվում է համաձայնագիրը ազգային ժողովում, սահմանադրության 5-րդ կետի, կարծեմ 3-րդ մասի համաձայն, վավերացված միջազգային պայմանագրերի եւ մեր ներքին օրենսդրության մեջ հակասությունների դեպքում միջազգային պայմանագիրը ունի ավելի բարձր իրավական նշանակություն։ Երբ որ այդ համաձայնագիրը ստանում ավելի բարձր իրավական նշանակություն, Հայաստանը ուզենայել չի կարա տարածքային պահանջներ ունենա Ադրբեջանից։ Ինչու՞։ Որովհետեւ այդ համաձայնագրի առաջին հոդվածում, որ արդեն հրապարակային փաստաթուղթ է, գրված է, որ ելնելով այն իրողությունից, որ խորհրդային միության հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ քաղաքական անկախությունը։ Երկրորդ հոդվածում ասվում է, որ այդ հենքի վրա կողմերը միմյանցից չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս չներկայացնել տարածքային պահանջներ։ Մեկ ուրիշ հոդվածում ասում է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրության վրա տվյալ համաձայնագրի ի կատար ածումը ձախողելու համար որպես արդարացում։ Հետևաբար, երբ որ այս համաձայնագիրը վավերացվում է, Հայաստանը ուզենայել չի կարող տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից։ Այս առաջինը։ Երկրորդ տարբերակը որոշում է, որ չի համապատասխանում։ Համաձայնագիրը մեր սահմանադրությանը։ Ես այդ ժամանակ ասել եմ, որ ես ինքս ասում եմ, որ այդ դեպքում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնեմ, որովհետև կարծում եմ, որ ձեռք բերված խաղաղությունը այնպիսի արժեք է, որ ասում են, որ պետք է ամենօրյա խնամք տանենք, որ արժի գնալ եւ այդ փոփոխությունը անել։ Բայց այսօր ես չունեմ լեգիտիմություն Հայաստանի ժողովրդին ասել, գիտեք ինչ, եկեք սահմանադրությունը փոխենք։ Ինչու՞։ Որտեղ Հայաստանի ժողովուրդը ինձ կասի, որ 2024 թվականի սեպտեմբերին մեր սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալմատի հռչակագիրը, որը հիշատակված է իդեպ խաղաղության համաձայնագրի նախաբանում, համապատասխանում է մեր սահմանադրությանը։ Համապատասխանում է մեր սահմանադրությանը։ Հետևաբար ինչի փոխենք մեր սահմանադրությունը։ Կստացվի, որ մենք քմահաճույքի համար ուղղակի փոխում ենք սահմանադրությունը։ Իսկ քմահաճույքը, բա որ դրանից հետո երկրորդ քմահաճույքը իհարկե կա։
Բա որ դրանից հետո երրորդ կմահաճույքը ի հայտ եկավ ու չորրորդը ու այդպես շարունակ ինչ ենք անելու։ Այսինքն այս նրբությունը պետք է հաշվի առնել, բայց իհարկե նաև մենք Ադրբեջանի հետ երբեք չենք քննարկել ու չենք քննարկում մեր սահմանադրության հարցը, որտեղ համարում ենք, որ դա մեր ներքին հարցն է։ Եվ մեր ներքին հարցի տրամաբանությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն համաժողովի վերջին հռչակագրում մենք անդրադարձ ենք ունեցել նոր սահմանադրության ընդունելու օրակարգին, որի միջայլոց մենք որդեգրել ենք դեռ 2018 թվականից, ասելով, որ թողենք այս սահմանադրությունը մի հատ հասկանանք խորհրդանական կառավարման մոդելը լավ է, վատ է, որովհետև այդ ժամանակ 18 թվին, երբ որ ես դարձա վարչապետ, երկու ամիս էր սահմանադրությունը ուժի մեջ մտել, հələ հոդվածներ կային, որ դեռ նոր պետք է մտնեին ուժի մեջ։